Բարի ողջույն, ռադիո մենքի շատ հարգարժան ունկնդիր։ Թեմա՝ ոչ ոքի հասկացությունը եւ նրա կարգը։ Ինչպես ենք գրանցում ոչ ոքի, դա կարող է լինել կամավոր սկզբունքներով, երբ որ կողմերը համաձայնում են ոչ ոքու։ Եվ կամ պարտադրվում է այդ ոչ ոքին։ Հիմա երբ է գրանցվում ոչ ոքի։ Ոչ ոքի ասած բանը դա կողմերը, երբ որ գտնում են, որ դիրքը հավասար է, պայքարելու այլևս հնարավորություն չկա հաղթանակի հասնելու, վերջիվերջո նպատակը հաղթանակն է, այսինքն այն ծրագիրը, այն ռազմավարական ծրագիրը, որ կողմերը ունեն մինչև խաղը սկսելը, եւ խաղի ընթացքում արդեն դա իրենց թվում է, որ հնարավոր չէ իրականացնել, առաջարկում են ոչ ոքի։ Ոչ ոքի առաջարկում է կողմից որևէ մեկը, երբ որ քայլը կատարում է։ Սա էլ է կանոնների մեջ մտնում։ Մենք նաև սրա հետ միասին շախմատային խաղի ուրիշ կանոնների ենք ծանոթանում, որոնք այդ պահին պարտադիր չէ, բայց խաղի ընթացքում արդեն պարտադիր է։ Ուրեմն ոչ ոքի առաջարկելիս, երբ որ պարտադրված չի ոչ ոքի, կողմերից մեկը ուզում է դիրքից ելնելով առաջարկել մրցակցին ոչ ոքի, քայլը կատարում է եւ ասում. առաջարկում եմ ոչ ոքու, խաղը ոչ ոքի։ Իսկ եթե ինքը այդ քայլը չի կատարում եւ քո քայլի ժամանակ պետք է ինքը քայլը կատարի, մտածում է դեռ եւ ասում է ոչ ոքի, մրցակիցը կարող է ասել քայլդ կատարիր, պարտադրում է նրան արդեն, որ քայլը կատարի, եւ ինքը կարող է նստել եւ մտածել, որտեղ քայլից հետո, քայլը կատարելուց հետո կարող է այնպիսի քայլ է կատարել, որ նրան կարող է պարտության հանգեցնել։ Եւ անգամ, չէ՞ որ շախմատ պրոֆեսիոնալ արհեստավար շախմատիստները երբ որ խաղում են, նաեւ գոյություն ունի ժամանակ հասկացությունը, ժամացույցով են խաղում, եւ այդ ժամանակ նորից է յուրաքանչյուր շախմատիստի թե ամբողջ պարտիայի համար, խաղի համար, ինչքան ժամանակ պետք է օգտագործես։ Կարող են նստել եւ մտածել, իրեն ժամացույցի վրա 1 րոպե մնա եւ ինքը կարող է ժամանակ ասել ոչ ոքի, ինքը համաձայնվի։ Ուրեմն մրցակիցը քայլը կատարում է եւ առաջարկում է մրցակցին. համաձայն եք ոչ ոքի։ Ես առաջարկում եմ ոչ ոքի։ Եթե համաձայնում են կողմերը, ձեռք են տալիս եւ մրցավարը գրանցում է արդյունքը ոչ ոքի։ Ոչ ոքի դեպքում միավորը բնական է կիսվում, արդյունքը կիսվում է։ Ոչ ոքի ուրիշ տեսակ, երբ է նաեւ ոչ ոքի գրանցվում։ Երբ որ խաղատախտակի վրա խաղաքարերի մեծ մասը այլևս գոյություն չունեն, զոհվել են թագուհիներ, նավակներ, փոխանակվել են, զինվորներ, խաղատախտակի վրա մնացել են միայն կողմերի արքաները։ Ինստինկտյան ոչ ոքի, որովհետև չկա այլևս որևէ ուժ, արքան արքայի վրա հարձակվել չի կարող։ Հետո եթե արքան արքային շախ տալ չի կարող, առանց շախի մատ գոյություն չունի։ Մատի դեպքում է հաղթանակ, մնացած դեպքում չէ՞ որ ասեցին ոչ ոքի է։ Ուրեմն երբ խաղատախտակի վրա մնացել են միայն արքաներ, պարտադրվում է այս ոչ ոքին։ Դու իրավունք չունես արքան տանես, վերես, ժամանակի վրա խաղաս։ Ինստինկտյան մրցավարը կարող է մոտենալ եւ գրանցել ոչ ոքի։ Պարտադրված ոչ ոքիները որոնք են, որ դեպքում է արդեն մրցակիցներից մեկը մյուսին պարտադրում այդ ոչ ոքին։ Քիչ առաջ մենք ուսումնասիրեցինք հավերժական շախ հասկացությունը։ Կողմերից մեկը ուներ առավելություն, այն մյուս կողմը փրկվելու համար կարողացավ մի հնար կիրառել, որը կոչվում էր հավերժական շախ։ Անընդհատ շախերի միջոցով մրցակիցը հնարավորություն չուներ այդ շախից պաշտպանվելու։ Անընդհատ շախեր եւ սա նույնպես ոչ ոքի մի տարատեսակ է։ Ոչ ոքին հավերժական շախերի միջոցով պարտադրված ոչ ոքի։ Ոչ ոքով հաջորդ տեսակը դիրքի կրկնություն հասկացությունն է։ Դիրքի կրկնություն։ Եթե մրցակիցը հարցակվում է այնպիսի դիրք է, որ անընդհատ մրցակցի ցիկլ է, հարցակվում ես արքայի վրա կամ ասեն քայլ ես կատարում որևէ խաղաքարով, մրցակիցը կրկնում է դիրքը, ինքը ակտիվացնելու որևէ հնարավորություն չունի։ Մրցակիցներից որևէ կողմը չի կարողանում դիրքը ակտիվացնել։ 3 անգամ այդ դիրքը կրկնվելուց հետո խաղատախտակի վրա անմիջականորեն խաղը գրանցվում է ոչ ոքի։ Սա մի քիչ բարդ տեսակ է։ Սա հատկապես խաղի ընթացքում է երևում, որովհետև անգամ աշխարհի առաջնություններում հնարավոր է որ նույնիսկ
գրոսմաստերներ խաղան եւ չնկատեն, որ դիրքը 3 անգամ կրկնվել է։ Երբ որ նկատվում է դա, կողմերից մեկը գրանցում է բարձրան եւ գրանցման միջոցով ապացուցում է, որ տեսեք 3 անգամ դիրքը կրկնվել է, խաղը ավարտվում է ոչ ոքի, պարտադրվում է այդ ոչ ոքին։ Իհարկե կողմերից մեկը, ով որ նկատել է 3 անգամ դիրքի կրկնություն եւ դա նրան ձեռնտու է, ինքը առաջարկում է ոչ ոքի, որտեղ ցույց է տալիս, որ դիրքը 3 անգամ կրկնվել է։ Մեր օրինակը հիշում եք, նորից այդ օրինակը բերեմ, երբ Սևերի արքան, դե բնական առաջին հերթին մենք գրանցում ենք սպիտակների դիրքը, սպիտակների արքան գտնվում է J1 դաշտում, զինվորները F2, J3, H2 եւ թագուհին գտնվում էր F4 դաշտում։ Սևերի արքան գտնվում էր A2 դաշտում, թագուհին H3 դաշտում, զինվորները A6, B6, F3 եւ J4։ Հիշում եք այս դիրքը։ Սպառնում էր Սևերը, սպառնում են մատ J2 դաշտից, մի զինվորի առավելություն ունեն եւ J2 դաշտը պաշտպանված չի։ Եթե քայլի հերթը լինի սպիտակներին, Սևերին նրանք մատ կհայտարարեն մի քայլից։ Մինչդեռ սպիտակների թագուհին, որ F4-ում է, հարձակվում է, քայլ է կատարում C7, շախ է հայտարարում, արքան, տեսեք, նույն քայլն է կատարում A7-ից A8, թագուհի C7-ից շախ C8-ում, նորից արքան A8-ից A7, նորից շախ, թագուհին C8-ից C7, արքան տեղափոխում ենք A7-ից A8, երրորդ անգամ արդեն թագուհի C7-ից C8 շախ։ Սա հավերժական շախ է, բայց միաժամանակ դիրքի կրկնություն, նայում եք, որևէ խաղակար չի շարժվել, բացի արքան A7-ից A8, սպիտակների քայլերի դեպքում թագուհի C7, C8, C7, C8 կամ C8, C7, 3 անգամ այս դիրքը կրկնվում է, ուշադրություն դարձրեք, դիրքի կրկնության օրինակը, սա ոչ թե հավերժական շախի մասին է խոսքը, այլ դիրքի կրկնության։ Առաջին քայլ, նայեք, թագուհի C7 շախ, արքա A7-ից A8, թագուհի C7-ից C8 շախ, արքա A8, A7։ Երկրորդ քայլը արդեն կատարել ենք, չէ՞։ Երրորդ քայլ թագուհի C8-ից C7։ Տեսնում եք, ցիկլը արդեն կրկնվում է։ Արքա A7-ից A8։ Երկու անգամ դիրքը կրկնվել է։ Ուշադրություն դարձրեք։ Թագուհի C7-ից C8 շախ, արքա A8-ից A7։ Եթե հիմա թագուհին նորից C7-ից շախ հայտարարվի, դիրքի եռակի կրկնություն եւ մրցակիցը կարող է հրավիրել մրցավարին եւ ասել դիրքը 3 անգամ կրկնվել է։ Սա հավերժական շախի մասին չի խոսքը, սա դիրքի կրկնության եռակի։ Եթե այս կրկնությունը ուրիշ ցիկլով լինի, միևնույն է, դիրքի կրկնությունը համարվում է նույն դիրքը 3 անգամ, նույն խաղակարը, երբ որ հայտնվում է նույն դիրքում։ Դիրքը նույնաբար 3 անգամ կրկնվում է։ Սա պարզ օրինակի մեզ բերում, հետագայում մենք ավելի բարդ օրինակներ կբերենք եւ ձեզ էլ եմ առաջարկում, եթե լավ ուսումնասիրեցիք, պատկերացրիք դիրքի կրկնության հասկացությունը, պարզ օրինակներով փորձեք ձեզ համար ստեղծել, որպես շախմատային կոմպոզիցիա առաջադրանք հորինել այնպիսի դիրք իրավիճակ խաղատախտակի վրա, որը կոչվում է դիրքի կրկնություն։ Թագուհի C8, C7, դիրքի կրկնություն եւ առաջարկվում է ոչ ոքի։ Հետաքրքիր դիրքեր, մեկ ուրիշ դիրքեր եւ այսօր ավարտենք մեր պարապմունքը, արքա, սպիտակների արքա
J 1 թագուհի D 5 Z J 5 զինվորներ J2 H2 Սևեր արքա H8 նավակ Սևերի թագուհի B8 նավակ C8 զինվորներ J7 H7 կրկնում եմ դիրքը, որ կարողանաք գրանցել սպիտակներ արքա J1 թագուհի Դավիթ 5 Z J5 զինվորներ J2 H2 Սևեր արքա H8 թագուհի Բաբկեն 8 նավակ C8 Ինչպես գնահատել դիրքը Սևերը ունեն նյութական առավելություն Այսինքն այս դեպքում նյութական չասենք, որտեվ ֆիգուրաները դες նավակի դիմաց Z է, երկու զինվոր, թագուհի, այս դեպքում ասում ենք որակի առավելություն։ Ուրեմն նյութական առավելությունը այն է, երբ խաղաքարերը հաշվելիս համապատասխան խաղաքարերը իրար փոխհատուցում էին եւ զինվորի կամ ֆիգուրայի առավելություն էր լինում։ Այդ դեպքում ասում ենք նյութական առավելություն։ Բայց երբ խաղատախտակի վրա զինվորները հավասար են, ֆիգուրաների քանակը հավասար է, բայց ձյու դիմաց ասենք նավակ է, ասում ենք որակի առավելություն, նյութական առավելություն չենք ասում։ Ֆիգուրաններն են հավասար, բայց որակով ավելի որակյալ է մրցակցի խաղաքարը։ Նավակ ավելի որակյալ խաղաքար է, ավելի ուժեղ է, հետևաբար այս դիրքում ասում ենք սևերը ունեն որակի առավելություն։ Բայց քայլի հերթը ոչ թե սևերինն է, այլ սպիտակներինն է։ Եթե սևերինը լիներ, նրանք հանգիստ կարող էին հաղթանակ տանել։ Հանգիստ կարող էին հաղթել, որովհետև խաղի մեջ մտցնելով, բաց արկայի վրա հարձակվելով, ի վերջո կկարողանային նրան մատանել, իսկ քայլի հերթը այս դեպքում սպիտակներինն է։ Շատ հետաքրքիր օրինակներ են, եւ բացված շախի հասկացություն կա, եւ կրկնակի շախի հասկացությունը կա, եւ մատի հասկացություն, եւ նաեւ մատի տեսակի հասկացություն։ Մենք այս պահին կսովորենք ոչ միայն մատ հասկացությունը գիտեինք արդեն, այլև մատի մի տեսակ, որ շատ գեղեցիկ էսթետիկական բավականություն կարող է ձեզ պատճառել։ Եվ այսպես բնական է սպիտակները ունենալով դիրքի բավականին վատ վիճակ, նաև որակի պակասություն, նրանք պետք է աշխատեն փրկել խաղը։ Առաջին քայլ Z J5 F7 շախ։ Ուշադրություն դարձրեք, ձին հարձակվել է H8-ում գտնվող արքայի վրա։ Ձյու շախից պաշտպանվելու ընդհանրապես երկու եղանակ կա։ Երրորդ եղանակը գոյություն չունի։ Շախից հիշում եք պաշտպանվում էին կամ շախ հայտարարող խաղին ոչնչացնում էին կամ հեռանում էր արքան շախի, որտեղ շախի հայտարարված այդ դաշտից, կամ էլ փակում էին շախը, բայց ձյու շախը չի փակվում։ Նավակի շախը կարող են փակել, թագուհունը, փղինը։ Ձյու քայլի դեպքում շախը չի փակվում։ Երկու տարբերակ կա շախից պաշտպանվելու՝ կամ փախչել, կամ ոչնչացնել ձյուն, որ հարձակվել է արքայի վրա։ Իմիջիալոց մի կարևոր հանգամանք եւս, մի խաղակարգ կա եւս, որի շախից երկու պաշտպանություն կա, այսինքն այդ շախը չի փակվում։ Զինվորի շախի դեպքում էլ չեն կարող երրորդ տարբերակ, այսինքն փակել զինվորի շախը, որտեղ նա պետք է մոտենա արքային, մի քայլ է արքայի, մի դաշտ է ընդամենը արքային եւ
զինվորին բաժանում։ Նրանց արանք նրանց մեջտեղ որևէ բան չես կրա տեղադրես։ Հետևաբար զինվորի շախը նույնպես չի փակվում։ Տեսնում եք, կրկնում ենք, սովորում ենք համակողմանորեն յուրաքանչյուր դասում նաև այլ թեմաներից կրկնելով կարողանում ենք մեր գիտելիքները ավելի կայուն դարձնել։ Ուրեմն ձյու շախը 3 եղանակ չկա շախից պաշտպանվելու։ Միայն պաշտպանվում ենք նահանջելով շախից կամ էլ ոչնչացնելով ձյուն։ Այս դեպքում ձյուն չեն կարողանում ոչնչացնել, արքան պաշտպանվում միայն նահանջելով։ Արքա H8 J8։ Ձին կարող է ցանկացած տեղ նահանջել։ Օրինակ, կարող ենք ձին տեղափոխել D6 դաշտ, շախ հայտարարել արքային, բացված շախ։ Հիշում եք բացված շախը որն էր։ Ոչ թե շախ հայտարարող, ոչ թե քայլ կատարող խաղաքարն է շախ հայտարարում, այլ նրա թիկունքում ձին տեղափոխել ենք D6 դաշտ, արքայի վրա հարձակում չկա ձյու կողմից։ Մինչդեռ թագուհին շախ է հայտարարում D5 դաշտից։ Եվ հարձակվել ենք միաժամանակ նավակի վրա, արքայի փախուստից հետո միայն մի պաշտպանություն ունի շախից պաշտպանվելու, կկորչի նավակը, եւ այս դեպքում լիակատար հավասարություն կառաջանա, այսինքն այս տարբերակով սպիտակը խնդիր չունի, ոչ ոք կարող է հասնել խաղը, որտեվ լրիվ հավասարություն է տիրում, նյութական, որ վերցնում ենք վատ քայլի, չէ, որակի պակասություն ուներ, սևը կարող էր հաղթանակի հասնել առավելություն ունենալով նաև դիրքային, հիմա այս քայլով սպիտակները հանգիստ կարողանում են փրկել խաղը եւ ոչ ոքի գրանցել։ Մինչդեռ ոչ ոքին այս պահին ձեռնտու չի սպիտակներին։ Նրանք ունեն ավելի լավ, ավելի հեռուն գնացող պլաններ եւ կարող են հաղթել։ Հիմա այս դիրքում ձին կարող է նաև նահանջել կամ J5 կամ տեսեք ուշադրություն դարձրեք D8 կամ E5 երեք դեպքում էլ բացված շախ է ստացվում։ Երեք դեպքում էլ բացված շախ։ Եվ երեք դեպքում էլ արքան չի կարող J8-ից տեղափոխվել որևէ այլ դաշտ, բացի H8-ից, որովհետև եթե նա այս բոլոր շախերի դեպքում բացված տեղափոխվի F8, ապա թագուհին մատ կհայտարարի F7 դաշտից եւ կպարտվի։ Բնականաբար նա պետք է ստիպված լինի տեղափոխել արքան շախ բացված շախից հետո նորից նախնական դերքը, այսինքն գնա դեպի H8։ Ձին նորից տեղափոխելով ցանկացած այդ մեր դաշտերը, որ տեղափոխվել էինք D8-ից, E5-ից, J5-ից F7 դաշտ, ստացվում է նորից շախ, նորից արքան տեղափոխել J8 եւ սպիտակը կարող է անընդհատ նույն դաշտերը տեղափոխելով ձին ստանալ դիրքի կրկնություն կամ հավերժական շախի գաղափարը կիրառելով գրանցել ոչ ոքի։ Տեսնում եք, մեր ամբողջ թեման կարծես այս փոքրիկ օրինակում ամփոփված է։ Հավերժական շախ, դիրքի կրկնություն, կրկնագի շախ հասկացությունը հիմա կլինի, բացված շախ հասկացությունը։ Այս դիրքում հետաքրքիր է, որ կա մի շատ գեղեցիկ քայլ, որը շատ մեծ բավականություն կարող է ձեզ պատճառել։ Բացված շախը կար, հիշում եք, մենք ծանոթացանք կրկնագի շախ հասկացությանը։ Հաբա այս դիրքում ինքներդ մի պահ մտածեք, հնարավոր է կրկնագի շախ հասկացությունը կիրառել։ Ձին F7 դաշտից կարող էր տեղափոխվել, քանի դաշտ, հիշում եք, D6, D8, E5, J5 եւ կարող էր նույնիսկ H8-ել տեղափոխվել, որը անիմաստ է, որովհետեւ թագուհին արքան կվերցներ H8-ի վրա եւ բնական է սպիտակները կպարտվեին։ Մինչդեռ կա նաև մեկ ուրիշ դաշտ, ուշադրություն դարձրեք, ձին կարող է F7-ից տեղափոխվել A6, ձի F7 A6, հարձակվելով արքայի վրա շախ, միաժամանակ բացված շախ, թագով հարձակվել ենք արքայի վրա, կրկնագի շախ,
Կրկնակի շախ քիչ առաջ ասացի ահեղ զենք է։ Արքան բնական է, ունի երկու դաշտ։ Եթե տեղափոխվի F8, մատ անխուսափելի է, մատ F7 դաշտից։ Մնում է արքան տեղափոխել նախքին H8 դաշտը։ Եթե ձին նորից տեղափոխենք F7 շախ, կստացվի դիրքի կրկնություն կամ հավերժական շախ հասկացությունը։ Մինչդեռ այս պահին կա մի գեղեցիկ քայլ, անսպասելի քայլ, եւ որը կարող է մեծ բավականություն ձեզ պատճառել։ Ուշադրություն դարձրեք դիրքին։ Թագուհի D5 G8 շախ։ Միակ քայլը նավակով վերցնելն է թագուհուն։ Շախից պաշտպանվելու այլևս ուրիշ հնարավորություն չկա, արքան չի կարող վերցնել, որովհետև ձին պաշտպանում է նրան։ Նավակ C8 վերցնում է G8։ Ինչ ստացվեց, զոհաբերեցինք թագուհին, թվում է թե անհեթեթություն է։ Էլ ինչով խաղան։ Ահառելի թագուհի, նավակ, ընդամենը մի ձի մնաց սպիտակներին եւ երկու զինվոր։ Ուրիշը կարող է հանձնվել, բայց անսպասելիորեն ձին ցածկ է կատարում H6-ից F7 շախ։ Ապա ուշադրություն դարձրեք։ Արքան փրկություն չունի։ Արքան շրջապատված է սեփական խաղաքարերով եւ խեղտուկ մատ է ստացել, խեղդվելով է մահանում։ Ինչ ստացվեց։ Մատ։ Մատի տեսակ, որը կոչվում է խեղտուկ մատ։ Ուրեմն այն մատը, որի ժամանակ մրցակիցներից որևէ մեկի արքան ստանում է իր խաղաքարերով շրջափակված, կոչվում է խեղտուկ մատ։ Վառ օրինակը մեր խաղատախտակի վրա եղած դիրքն է։ Ինչ բան է խեղտուկ մատ։ Այն մատը, երբ մրցակիցներից որևէ մեկի արքան ստանում է իր խաղաքարերով շրջափակված, կոչվում է խեղտուկ մատ։ Դիրքը մի հատ էլ հիշենք խեղտուկ մատի ու ձեզ խնդրեմ, որ դուք կարողանաք նման դիրքեր որպես կոմպոզիտորներ շախմատային ինքներդ ստեղծեք։ Մեր դիրքը ուրեմն խեղտուկ մատի, որտեղ եւ կար բացված շախ հասկացությունը, որտեղ արկա էր կրկնակի շախ հասկացությունը, հավերժական շախ հասկացությունը եւ մատի մի տեսակ, որը կոչվում է խեղտուկ մատ։ Սպիտակներ, եթե չեք գրանցել, նորից ուշադրություն դարձրեք եւ գրանցեք ուսանելի մի դիրք, որ ձեզ շատ բանով կօգնի եւ շախմատը կդարձնի ձեզ համար ավելի սիրելի եւ հարազատ խաղ։ Արքա G1 Թագուհի Դավիթ 5 Ձի G5 Զինվորներ G2 F2 Սևեր արքա H8 Թագուհի Բաբկեն 8 Նավակ C8 Զինվորներ G7 H7 Դիրքը ուշադրություն դարձրեք, ճիշտ է գրանցել։ Քայլը սպիտակներինն է։ Սպիտակների դիրքը, եթե չխորանանք այս բացված շախ, այդ մարտավարական հնարքների, սևերի քայլի դեպքում տարված է։ Եթե սևերի քայլը լիներ, սպիտակները կտարվեին։ Նրանք ունեն որակի պակասություն, այսինքն ձիու դիմաց նավակ ունեն։ Նման դիրքերում, եթե ասենք սպառնալիքները չլինեն, կարող են նույնիսկ հաղթել, որովհետև նավակը ուժեղ է ձիուց։ Սակայն դիրքը այնպիսին է, քայլի հերթնել սպիտակներին է, եւ նրանք ոչ միայն կարող են ոչ ոքու հասնել, այլև կարող են ավելինին հաղթել նույնիսկ։ Եվ ինչպես ենք հաղթում, դիրքը արդեն կա, գրանցված ունեք, մեկ անգամ եւս ցույց տանք, ձի G5-ից F7 շախ, միակ քայլը արքա G8-ն է, եւ ձին ուժեղագույն քայլն եմ կատարում, մնացած քայլերի դեպքում ոչ ոքի կամ դիրքի կրկնություն կամ հավերժական շախ, ձի F7-ից H6 կրկնակի շախ, արքա միակ քայլը G8-ից H8,
Թագուհի անչափ գեղեցիկ եւ ուժեղ քայլ։ Հիշում եք ուժեղ քայլու, շատ ուժեղ քայլի նշանը կրկնակի բացականչական նշաններ։ Թագուհի D5 J8 շախ։ Նավակը վերցնում է C8-ից J8 եւ անսպասելիորեն H6-ից F8 խեղդուկ մատ, անչափ գեղեցիկ, հաճելի։ Ինձ թվում է բավականությունս պատճառեց այս մատը ձեզ եւ նրա մոդելով փորձեք ինքներդ ստեղծել խեղդուկ մատի դիրքային իրավիճակներ։ Այսօր բավական է, ցտեսություն, միշտ նոր հանդիպում։